Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայմի YouTube-յան ալիքի եթերում։ Այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. ԱԺ կառավարություն հարցոպատասխանի ժամանակ նախորդին Նիկոլ Փաշինյանի մի հրեշավոր խոստովանություն լսեցինք, որի վերաբերյալ նրա թիմակիցները 3 համառ լռություն էին պահպանում, չցանկանալով ոչ ԱԺ ամբիոնից, ոչ էլ որևէ այլ ֆորմատով պարզաբանումներ տալ, արդյոք գիտակցված են մի ամբողջ սերնդի ոչնչացման տարել, 5000 հայորդու զոհաբերել, հայրենիք հանձնել եւ հանուն ինչի։ Հիշեցնենք Փաշինյանն ասել էր. գիտակցված զոհության մենք գնացել ենք 2020 թվականին եւ արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Սրանից առաջ այդ բոլոր զոհությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառապնարան եւ զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար։ Այսինքն, եթե պատերազմից հետո տարբեր թիրախների էր մեղավոր հռչակում մեկ ընդդիմությանը, մեկ նախկիններին, մեկ ռուսներին, մեկ արցախցիներին եւ բոլորը մեղավոր էին պատերազմի համար, բացի իրենցից։ Հիմա ճիշտ հակառակն է ասում, բացահայտ խոստովանելով, որ գիտակցված են գնացել 44-օրյա պատերազմին։ Ես չգիտեմ, արդյոք այս հայտարարությունը մեզ պետք էր հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցված է գնացել այդ պատերազմին, հրահարել է այդ պատերազմը։ Այնպես չէ, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու մտադրություն չուներ կամ չէր մտմտում այդ մասին, բայց Ադրբեջանը պիտի վստահ լիներ, որ Հայաստանի իշխանությունը անելու է այն, ինչ արեց քաղաքացիական պայմանագիրը, այսինքն իր բոլոր գործողություններով ապահովելու է Ադրբեջանի հաղթանակը։ Սրանք հաջորդ անգամ կասեն, որ իրենք փոքր պատերազմ հրահարեցին Սյունիքում, հանձնեցին Սյունիքով անցնող միջանցք Ադրբեջանին հանուն Հայաստանի ապագայի, հանուն Հայաստանի ինքնիշխանության։ Ի վերջո մարդիկ հասկացել են, եթե մանիպուլացնում են ու դա աշխատում է, եթե կեղծում են, ստում են, դավաճանում են ու շարունակում են ինչ որ մարդկանց աջակցություն վայելել, ապա ինչու չանել դա, եթե դա անելը այդքան վտանգավոր չի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր կառավարության նիստում քննադատել է հայաստանյան բնակարանաշինության մշակույթը, անդրադառնալով բարձր պարիսպների երևույթին։ Նա նշել է, որ տարիներ շարունակ ձևավորված մտածողությունը խնդրահարույց է, մենք ընկալել ենք, որ պարիսպից ներս մերն է, պարիսպից դուրս մերը չէ։ Այսինքն բարձր պարիսպները լավ բան չեն, պետք է մարդիկ քանդեն, ազատվեն այդ բաժանարար գծերից։ Արմլուրը կրկին արբանյակային հնարավորություններով ճշտեց, որ Արարատ Միրզոյանն իր ասած, գնաց առանձնատան շրջանակներում չի հետևում իր ասած պնդմանը, պարիսպները չի քանդել, ցանցավանդակները չի վերացրել։ Հիշեցնենք, որ Միրզոյանը 2022-ին ձեռք էր բերել առանձնատուն շուրջ 280,000 ԱՄՆ դոլարով։ Քաղաքացիական պայմանագիրը բոլոր առիթներով է ստում, Արարատ Միրզոյանն էլ այդ հերթում, այդ թվում։ Իրենք քաղաքացիներին ասում են պարիսպներ մի կառուցեք, բայց իրենք շատ բարձր պարիսպներ են կառուցում։ Դե եթե պարիսպներ քանդել է, առաջինը կառավարական ամառանոցի պարիսպները քանդեք, ցույց տվեք, որ չեք վախենում։ Բացել եք ազգային ժողովի դարպասները, չէ՞, ասում եք ազգային ժողովի դարպասները այլևս չի փակվելու, սա ժողովրդի այգին է, ժողովուրդը կարող է գալ այստեղ հանգիստ շրջել, անգամ հասնել մինչև ազգային ժողովի շենք, բայց ինչու հիմա բաց չեն այդ պարիսպները, ինչու բաց չեն դարպասները, որովհետև դուք էլ գիտեք ինչ եք արել եւ դուք էլ գիտեք, որ վախենալու առիթ ունեք եւ դրա համար ձեր կյանքը ձեզ համար թանկ է, խիստ պահպանում եք ձեր կյանքը, հետ էլ պոպուլիզմով եք զբաղվում, թե բա պարիսպները բաժանարար գծեր են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 3 կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում հաստատեց որոշում, որով 31.5 միլիոն դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց Food Depot ՍՊ-ին։ Ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների, հումքի եւ նյութերի համար։ Կառավարությունը որոշել է բավարարել Food Depot սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ եւ համալրող մասերի,
հումքի նյութերի նկատմամբ սակագնային մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը։ Փաստաթղթում նշվում է նաեւ, որ ծրագրի շրջանակում նախատեսված ներմուծումները կիրականացվեն 2026 թվականի փետրվարի 18-ից մինչև 2027 թվականի փետրվարի 17-ը ներառյալ։ Այս 31 միլիոնից ավել մաքսատուրքերից ազատման արդյունքում կստեղծվի 2 աշխատատեղ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. աշխատանք եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես փոխանցում են կառավարական աղբյուրները, շարունակում է մնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի եւ անփոխարինելի նախարարներից մեկը։ Թեև նրա առողջապահական կառավարման տարիները վատ հիշողություններ են արթնացնում եւ նրա մի շարք գործիչներ մավան նախարար են անվանում, ամեն դեպքում Թորոսյանը ԿՊ-ի ակտիվ կերպարներից մեկն է։ Օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ անգամ այն պայմաններում, երբ Փաշինյանն ունեցել է տարաձայնություններ Թորոսյանի տարբեր քրեական պատմությունների մասով, էլի շարունակել է նրան պահել իր թիմում, գնահատելով նրա աշխատունակությունը եւ արձագանքման արագությունը։ Առանց այն էլ ԿՊ-ում կադրային լուրջ խնդիրներ կան, եւ Արսեն Թորոսյանի նման արագաշարժ պաշտոնյան խիստ գնահատելի է նրա կողմից։ Հրապարակ օրաթերթը գրում է. երեք հայտնել ենք, որ Երևանի տարբեր հասցեներում իրավապահները խուզարկություններ են իրականացնում։ Թիրախում թաղային հեղինակություններն են, որոնք ծանրակշիռ դերակատարում ունեն իրենց թաղերում, հարց լուծողներ են, այսպես կոչված տասովշիկներ։ Չնայած խուզարկություններն իրականացրել են զենք զինամթերք փնտրելու քրեական վարույթի շրջանակներում, սակայն մեր աղբյուրները հայտնում են, որ իրական նպատակը խառոշիների աչքը ընտրություններից առաջ վախեցնելն է։ Մեզ ասացին, որ նման խուզարկություններ սկսել են արդեն 1 շաբաթ առաջ, իրավապահները գնում են հեղինակությունների հետևից եւ բացատրական աշխատանքներ անում, որ եթե ընտրություններին ընդառաջ հանկարծ իրենց դեմ աշխատեն, ապա քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հոդվածով կկալանավորվեն։ Ոմանց էլ բարեկամաբար խորհուրդ են տվել, որ եթե մեզ հետ չեք, լավ կլինի նախընտրական եւ բուն ընտրական փուլում գնաք արտերկիր հանգստանալու։ Հրապարակ թերթը գրում է. մի քանի օրից ԿՊ-ում ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է, ԿՊ-ական պատվիրակները կորոշեն ԿՊ ընտրացուցակի առաջին 50-ի դասավորությունը եւ վարչապետի թեկնածուին, սակայն պարզվում է ծածուկ անաղմուկ շարունակում են նաեւ առաջին փուլի ընտրակեղծարարներին պատժելու գործընթացը, անաղմուկ, քանի որ հանրության մոտ կասկածներ են առաջանում, որ իշխանությունը, որը չի կարողանում իր ներսում արդար թափանցիկ ընտրություններ կազմակերպել, որտեղ խախտումներ չլինեն, ինչպես է արդար համապետական ընտրություններ անցկացնելու։ Մենք գրել ենք, որ 50-ի մեջ հայտնված 3 հոգու արդեն հեռացրել են թեկնածուների ցանկից, 3 տեղեկացանք, որ 4-րդ ընտրակեղծարարն է հայտնաբերվել։ Լորվա մարզից մի շարքային կուսակցական, որը պատվիրակներին նամակներ է գրել ու խնդրել, որ իրեն ընտրեն, ինչը Փաշինյանն արգելել էր եւ առաջին փուլում որոշել է, որ քարոզությունը պետք է արգելվի, չպետք է իրականացվի։ Հրապարակ թերթը գրում է. նախորդին տեղեկություններ տարածվեցին ԵԿՄ նախագահ ԿՊ անդամ Սասուն Միքայելյանին եւ ԵԿՄ-ին առնչվող մեղադրանքի մասին դեռ անցած տարեսկզբին մի քաղաքացի, որ ԵԿՄ-ի կազմում ծառայություն է իրականացրել սահմանին, իսկ այժմ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ է, հաղորդում է ներկայացրել, թե իբր Սասուն Միքայելյանի գիտությամբ ԵԿՄ սահման պահպանողներ զինվորների համար նախատեսված ուտելիքը զենք զինամթերք իջեցրել են պոստերից եւ էժան գնով վաճառել, բացի այդ նույն ԵԿՄ-ականները նաեւ թմրանյութ են վաճառել։ Իրավապահներն այդ հաղորդումից մոտ 1.5 տարի անց որոշել են կալանքի տակ գտնվող քաղաքացու եւ Միքայելյանի միջև առերեսում կազմակերպել։ ԿՊ մեր աղբյուրները վստահ են, որ անձամբ Փաշինյանի հրահանգով է Միքայելյանի դեմ գործը նորընթաց սկսացել։ Որոշել են Սասուն Միքայելյանին, որն ուրախ ավտոբուսի տխուր պասաժիրներից եւ ներկուսակցական ընտրությունների արդյունքում ընդգրկվել է 50-յակում, մի թեթև պատժել։ Մարզային վոյաժների ժամանակ ուղիղ եթերներից պարզ դառնում է, որ նա ձևական ներկայություն է ապահովում ավտոբուսում։ Մեկ անգամ էլ բացահայտ մերժեց Փաշինյանի ձեռքով սրտիկ ցույց տալու առաջարկը։ Իրականում կարծում եմ, այստեղ խորքային խնդիր էլ կա, Փաշինյանը ազատվեց հնարավոր բոլոր այն կադրերից, որոնք կապ ունեին Արցախյան առաջին պատերազմի հետ, Սասուն Միքայելյանը դրանցից մեկն էր, որ կարողացավ ընդգրկվել այդ 50-յակի ցուցակում, կարծում ենք դեռ Սասուն Միքայելյանին պատժելու առիթ կգտնի Նիկոլ Փաշինյանը։ Հրապարակ թերթը գրում է. չնայած ԿՊ-ականները վերջին օրերին դիվոտած արձագանքում են ընդդիմության քննադատություններին եւ երեկ էլ Արարատ Միրզոյանի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմությունը խաղաղության պայմանագրի մասով երաշխավորացավ է կպել, սակայն ընդամենը 3 տարի առաջ դեռևս մորուքով Փաշինյանը հմեկում բառացի ասել էր. եթե երաշխավոր չլինի,
Խաղաղության պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել։ Միրզոյանը նախորդին մունաթ էր գալիս։ Հիմա էլ ընդդիմություններն ունեն նարատիվներ, այդ թվում Ղարաբաղ հետ բերելու, որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը։ Նոր նրբերանգ է մտել վերջին օրերին, խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը, ասել է Արարատ Միրզոյանը։ Երաշխավորները սովորաբար բալանսավորում են նման կոնֆլիկտային իրավիճակներում եւ երաշխավորները հատկապես ձեր կառավարման օրոք թուլացած բանակի պայմաններում հնարավորություն են տալու զսպել Ադրբեջանի ախորժակ, այո, ինչ որ առումով այդ երաշխավորներն էլ իրենց շահերն, տարածաշրջանային շահերն են սպասարկելու, ասենք ազդեցություն են ունենալու նաև Ադրբեջանի վրա, երևի այստեղ միանգամից դուք անհանգստանում եք, թե ոնց կարող է Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն լինի, չէ՞ որ դա գաղափարական առումով ձեր մտքի կենտրոնն է, որտեղից նաև թելադրվում է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Մինչ անցնենք պոլիտիկայի մի հոդվածին, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ այսպես խոսելու ենք մի թեմայի մասին, որի վերաբերյալ պոլիտիկայի հոդված է հրապարակել։ Խոսքը Արման Թաթոյանի, Միքայել Մինասյանի տեխնացու Արման Թաթոյանի որոշ հայտարարությունների մասին է, որին օրս նաև անդրադարձան Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները։ Իհարկե փորձում են մանիպուլացնել, թե դա քաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյանը որևէ ընդդիմադիր ուժի հետ համագործակցության հնարավորություն չի տեսնում, քննադատում են բոլորին, իրականությունն այն է, որ մարդը կարմիր գծեր էր անցել եւ դրան արձագանքել էին, բայց եկեք մի կողմ թողնենք Ռոբերտ Քոչարյանին, իր քաղաքական թիմը եւ քննարկենք Արման Թաթոյանի հայտարարությունները այլ ուժերի վերաբերյալ, այսինքն այս մարդուն, որ լսում ես, ինքը ունի 0-ին ձգտող վարկանիշ, բայց բոլորի հետ խնդիր ունի եւ հիմնական ուժերի հետ, հա, եւ կարծում է իրենց մտադրությամբ, որ չունենալով ձայներ մարդիկ պիտի ի վերջո անգամ խորհրդան անցնելուց հետո իրեն ընտրեն վարչապետի պաշտոնում, ինչու, որովհետեւ ինքը այս պահին Միքայել Մինասյանի ամենասիրելի գործիքներից մեկն է։ Ահա, խնդրեմ Հոդվածը վերաբերում է ուժեղ Հայաստանի վարչապետի տեխնացու Սամվել Կարապետյանի վերաբերյալ իր արած որոշ հայտարարություններին, որոնք այսպես հմտորեն այդ դաշտը մի կողմ դրեց, չնկատելու տվեց, որովհետև դե հասկանում են, եթե մարդը երկու հիմնական ընդդիմադիր ուժերին դեմ է հանդես գալի, Նիկոլն էլ է դեմ հանդես գալիս, այդ դեպքում ինչով է տարբերվում Նիկոլ Փաշինյանից։ Բոլորի համար էլ հասկանալի է, որ առաջիկա ընտրություններում 50+% որևէ ուժ չի հավաքելու, համենայն դեպս այս պահի տվյալներն այդ մասին են խոսում։ Իշխանություններն էլ լավ գիտեն դրա մասին ու դրա համար էլ խոսում են Գյումրի 2 թույլ չտալու մասին, այսինքն ընդդիմադիր ուժերի համագործակցություն թույլ չտալու մասին։ Այս իրավիճակից ելնելով կարևոր է հասկանալ, թե ընդդիմադիր հանդես եկող ուժերն ինչպես են դիրքավորվում եւ արդյոք հասկանում են, որ պետք է համագործակցեն, որպեսզի Փաշինյանի իշխանությունը հեռացվի։ Ընդդիմադիր դաշտում հանդես եկող մենք վստահ չենք, որ իրականում այդպես է, բայց ամեն դեպքում Արման Թաթոյանը ամենաակտիվն է հարվածում ընդդիմադիր ուժերի համագործակցության գաղափարին։ Նա երկար ժամանակ թիրախավորել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ոմանք կարող են կարծել, որ Թաթոյանը այդ կերպ փորձում է ստանալ այն քաղաքացիների ձայները, ովքեր դեմ են Փաշինյանին, բայց չեն ընտրի նաև Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն իրականությունն այն է, որ մյուս ամենամեծ ընդդիմադիր ուժը եւս ուժեղ Հայաստանը Թաթոյանի թիրախում է հայտնվել։ Շաբաթներ առաջ նա հայտարարեց, որ իր համար անընդունելի է մեկ անձի համար վարչապետ դառնալու սահմանադրության փոփոխությունը, շատ ուղիղ ասած, որ եթե ընդդիմադիր ուժերի ակտարկեց, ներողություն, որ եթե ընդդիմադիր ուժերի համագործակցության արդյունքում հնարավոր լինի Սամվել Կարապետյանին ընտրել վարչապետ, ապա ինքը դրան դեմ է լինելու։ Իսկ իր ուժի հիմնական հավաքի ժամանակ եւս մեկ անգամ պնդեց այս մոտեցումը եւ հանուն իշխանապողության սահմանադրության փոփոխության մտադրությունը համեմատեց Ալիևի Հայաստանի սահմանադրությունը փոխելու ցանկության հետ։
Ոմանք ուզում են փոխել սահմանադրությունը, որպեսզի իրենց առաջնորդը կարողանա դառնալ վարչապետ, մյուսը որպեսզի կատարի ադրբեջանական պետության պահանջը, պետք է դադարեցնել սահմանադրությունը մեկ մարդու համար փոխելու այս արատավոր պրակտիկան, հայտարարեց Թաթյանը։ Սրանից բացի այլևս հնարավոր չէ խաղալ, այսինքն այս պահին Թաթյանը դեմ է հանդես գալիս երկու հիմնական ընդդիմադիր ուժերին եւ թիրախավորում նրանց։ Սա իհարկե դժվար թե իրեն ձայներ ապահովի, սակայն սա կարծես ուղերձ է ՔՊ-ին, որ եթե օգնեն իրեն ձայներ ստանալ ու հաղթահարել անցողիկ շեմը, ապա ինքը կտորպեդահարի ընդդիմության համագործակցություն եւ հնարավորություն կտա Փաշինյանին վերարտադրվել։ Այս ամենի հետ չմոռանանք, որ Թաթյանի ուժի երկրորդ դեմքը Դավիթ Անանյանը շաբաթներ առաջ չի բացառել ՔՊ-ի հետ համագործակցությունը։ Լրագրողի ճշտող հարցին, թե Նիկոլին դավաճան անվանելու եզրույթով հանդես չեն գալու, Անանյանը պատասխանել է. դա ոչ մի տեղ չի տանում։ Այդ պոստուլատային բաները, այդ պիտակները կպցնելը որևէ լավ բան չի հանգեցրել։ Նախկիններ ներկաներ խոսույթը վերացնելու ենք, արհեստական սև-սպիտակ բաժանումները վերացնելու ենք եւ առաջարկում ենք միասին ջանքեր գործադրելով գնանք դեպի ապագա։ Մենք տարբերվում ենք մյուս քաղաքական ուժերից նրանով, որ ոչ թե մեր խոսույթի մեջ չի գերակշռում այսօրվա իշխանության նկատմամբ քննադատությունը։ Այս ամենը կարծում ենք բավական է ընտրողների համար հասկանալ, որ եթե քվեարկում եք Թաթյանի օգտին, ապա օգնում եք, որ Փաշինյանը մնա իշխանության։ Որպեսզի մեր հեռուստատիտողները տեքստային տարբերակում իհարկե վիդեո չեն կարող ներկայացնել, բայց այս դեպքում առաջարկում եմ լսել Թաթյանին շատ ուղիղ իր բերանից արվող հայտարարությունը, վերադառնանք մեր քննարկմանը։ Բայց եկեք մյուս կողմից նայենք։ Խոսքը նախ եկեք այսպես քննարկենք։ Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը։ Ես որպես իրավաբան խնդիր եմ տեսնում իհարկե նրանում, որ մեկ մարդու համար առաջարկվում է փոխել սահմանադրություն։ Դա ինձ համար անընդունելի է։ Հայաստանի Հանրապետության խնդիրների արմատը հենց նրանում է, այսքան տարիներ, որ ամեն ղեկավար փորձել է իր համար հարմարեցնել սահմանադրությունը։ Դա ինձ համար անընդունելի է։ Սահմանադրության պահանջը պատահական չէ, որ ամրագրվել է եւ դա պետության անվտանգության համար է կարևոր, հատկապես մենք այսպիսի իրավիճակում ենք գտնվում, որ նման մարտահրավերների պայմաններում իմ կարծիքով դա անընդունելի է եւ այո, ես ճիշտ չեմ համարում դա անելը։ Այսօր շատ է խոսում սահմանադրությունը փոխելու մասին։ Ոմանք ուզում են փոխել սահմանադրությունը, որպեսզի իրենց առաջնորդը կարողանա դառնալ վարչապետ։ Մյուսները, որպեսզի կատարեն ադրբեջանական պետության պահանջը։ Բայց եկեք ազնիվ լինենք։ Խնդիրը սահմանադրությունը չէ, խնդիրն այն է, որ մենք անհրաժեշտ չենք համարում այն պահպանել։ Այստեղից էլ գալիս է օրենքը անընդհատ վերաշարադրելու ցանկությունը։ Կոնկրետ մեկ մարդու համար հարևանի ցանկությամբ արտաքին ճնշման տակ մեզ մոտ յուրաքանչյուր նոր առաջնորդ սկսում է նրանից, որ հիմնական օրենքը ձևափոխում է իր համար։ Սրանից ավելի պարզ Արման Թաթյանը չէր կարող ասել, որ օգնելու է Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել։ Իրենք այս փորձը Միքայել Մինասյանը, Սերժ Սարգսյանը, այս փորձը ունեն հենց Գյումրու օրինակով։ Եթե հիշում եք, երբ ընդդիմադիր ուժերը հավաքեցին 50+ եւ այդ ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայնը հավաքել էր Վարդան Ղուկասյանը, Սերժ Սարգսյանի թեկնածու Մարտուն Գրիգորյանը փորձում էր տորպեդահարել այդ գործընթացը, հայտարարելով, որ ինքը դեմ է Վարդան Ղուկասյանին, այնպես ինչպես Թաթյանը հիմա հայտարարում է, որ դեմ է Սամվել Կարապետյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ եթե ուզում են ՔՊ-ին իշխանազրկել, ապա պիտի իրեն քվեարկեն։ Իհարկե եղավ հանրային ճնշում եւ կար առաջիկայում համապետական ընտրություն, իրենք համարեցին, որ Գյումրիում խայտարակվելու դեպքում համապետականում լրիվ խայտարակվելու են, մի կողմ քաշվեցին, թույլ տվեցին, որ Գյումրին ունենա անդիմադիր քաղաքապետ։ Հիմա համապետականին նույն բանն են անելու եւ այս ուղերձները դրա մասին են։ Օրը գալու է եւ եթե այս մարդը իշխանության աջակցությամբ Միքայել Մինասյանի ռեսուրսներով անցողիկ շեմը հաղթարի, 3-4 մանդատ ունենա եւ այդ մանդատից կախված լինի ընդդիմության կոալիցիոն կառավարության ձևավորումը, ինքը նույն բանն են անելու։ Ասելու են մենք ասել ենք, չէ, դեմ ենք Սամվել Կարապետյան, այո, ասել ենք, չէ, դեմ ենք Ռոբերտ Քոչարին, ասել ենք։ Հիմա կա մի ձև, եթե ուզում եք, որ ընդդիմությունը հաղթի, ապա պիտի քվեարկեք Արման Թաթյանի օգտին։ Կամ թեկնածու, որը կասի Միքայել Մինասյան, ասենք ուրիշ մարդու անուն կտան։ Եվ այս խաղը արդեն փորձարկված է։
բայց իրենք նախապատրաստվում են հենց այդ խաղին։ Սա պիտի լավ գիտակցեն Սամվել Կարապետյանի կուսակցությունում, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական բևեռում, որը ձևավորված է, եւ պիտի հասկանան, որ նման խոսույթով հանդես եկող մարդիկ ընտրություններից հետո, եթե իրենք հաղթահարեցին անցողիկչեմը, հենց այդ երկընտրանք են դնելու։ Հետո իրենց խոսացող գլուխներով աղմկելու են, ասելու են. տեսեք, Սամվել Կարապետյանը չի ուզում միանալ Արման Թաթույանին, դեմ է Նիկոլի իշխանազրկմանը, այ տեսեք, Նիկոլի խաղն է խաղում, կամ նույնը Ռոբերտ Քոչարյանի մասին։ Սրանց խաղերը արդեն տեսանելի են եւ հիմիկվանից պետք է, ինչպես ժողովուրդն ասում է, օծը բնում խեղդել, ժողովուրդը որևէ կերպ չպիտի քվեարկի Միքայել Մինասյանի եւ Նիկոլ Փաշինյանի տեխնացուներին։ Ի վերջո չմոռանանք, որ Արման Թաթյանը ինչ որ պահի եղել է նաեւ Նիկոլ Փաշինյանի տեխնացուն։ 2017 թվականին ինքը ընտրվել է որպես մարդու իրավունքների պաշտպան ՀՀԿ-ի եւ Նիկոլ Փաշինյանի քվեարկությամբ։ Եվ Փաշինյանը հրապարակային ասել է, որ ինքը քվեարկում է ՀՀԿ-ի տեխնացու Արման Թաթյանի օգտին, որ իրականում Միքայել Մինասյանի տեխնացուն էր, ոչ ուղիղ ՀՀԿ-ի։ Սրանից բաց կարծում խաղը չի կարող լինել, շատ լավ է, որ նման հայտարարություններ եղել են, որովհետև քաղաքացիները ունեն հնարավորություն ճիշտ ընտրություն անելու եւ հետո չասելու, բա մենք չգիտեինք դրա մասին։ Մարդը շատ բաց ասել է, սրա համար էլ իհարկե շնորհակալություն Արման Թաթյանին, որ իր խաղաքարտերը ճիշտ ժամանակին բացել եւ հնարավորություն տվել է, որ մենք վերլուծություններ անենք։ Մի դրվագել անթույլատրելիության իմաստով, անթույլատրելի է Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու համար սահմանադրության փոփոխությունը հավասարեցնել Ալիևի ուզելով սահմանադրության փոփոխություն։ Հնարավոր չէ, վատ է, որ մարդը Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու համար սահմանադրության փոփոխությունը համեմատում է Ալիևի ցանկությանը։ Այսինքն իր համար Սամվել Կարապետյանի ու Ալիևի ցանկությունը նույնն է։ Այս մարդկանց համեմատում է, ինչը անթույլատրելի է, եթե ինքը չէ գիտակցում, որ վիրավորում է, ապա պիտի գիտակցի դա, որովհետև այո, գուցե նորմալ պայմաններում շատ բաների հետ շատերս համաձայն չլինենք, բայց հիմա հասկանում ենք, խնդիր Նիկոլ Փաշինյանն իշխանությունից հեռացնելու։ Եվ եթե դրա համար պետք է Սամվել Կարապետյանին ընտրել վարչապետ, փոխելով սահմանադրությունը, ապա ինչ խնդիր կա դրանում։ Այս մարդկանցից ազատվելուց հետո կարելի է խաղի ընդհանուր անփոփոխելի կանոններ հաստատել եւ գնալ առաջ։ Բայց այս մարդը այս գլխից ասում է, որ իր համար Ալիևի եւ Սամվել Կարապետյանի ցանկությունը նույն մակարդակի վրա են, ինչը դատապարտելի է։ Լավ մնացենք, կհանդիպենք եկող շաբաթ։